Ազգային ժողովի քառօրյայի հերթական նիստում պատգամավորները շարունակեցին ներկայացված նախագծերի քննարկումը։ Օրակարգի առանցքային հարցերից էր Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով։ Պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներկայում Պաշտպան հայրենիաց ծրագրով 4000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային ծառայության եւ այդ հոսքը աճի միտում ունի։ Որի կապակցությամբ առաջարկվում է Պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Ըստ Պապիկյանի նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայողների պայմանագրային զինվորական ծառայության անցնելու գրավչությունն ապահովելու, նաև պրոֆեսիոնալ բանակի անցման անհրաժեշտությամբ։ Նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-ից 25 տարեկան զինծառայողների համար, շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը, նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ռազմական ակադեմիան եւ ուսումնական զորամասը գերազանց գնահատականներով ավարտած լեյտենանտներն ու շարքային զինծառայողները ծառայության անցնելու դեպքում որքան աշխատավարձ կստանան, Սուրեն Պապիկյանն արձագանքեց։ Գերազանց գնահատական ստանալու պարագայում ըստ ուղղվածությունների նրանց աշխատավարձը կարող է տատանվել 620,000-ից մինչև 750,000, բայց կարող ենք ունենալ ստորաբաժանումներ անգամ, որ այս 750-ից զատ, եթե անցկացնեն նաև այլ պայմաններում ծառայություններ, նրանց աշխատավարձը ավելի բարձրանալու հնարավորություն կունենա ընդհուպ մինչև 820,000-ի։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս կարեւորեց առաջարկվող նախաձեռնությունը։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Գեղամ Մանուկյանը սակայն անհավասար մոտեցում են համարել այն, որ պատվովճար ստանալու հնարավորություն են ունենալու միայն Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային զինծառայության անցնող զինվորականները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն էլ դրական գնահատեցին երկրի պաշտպանության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները։ Խոսում եք անհավասարությունից, ով էր Գեղամ Մանուկյան, մյուսները, այսօր ատեստավորումից 4 ստացած, այսինքն միջին գնահատական ստացած, ոչ շատ բարձր գնահատական, ոչ ցածր, այլ միջին գնահատական ստացած պայմանագրային զինծառայողը ստանում է, շփվել եմ հետների, իրենցից եմ իմացել, հարկված 620,000 դրամ աշխատավարձ։ Ես ուզում եմ ասել, որ դա ավելի շատ է, քան պատգամավորի աշխատավարձը։ Արման Եղոյանն արձագանքելով ընդդիմադիր գործընկերների մտահոգություններին պարզաբանեց, թե ինչից են ձևավորվում պետական պարտքերը։ Որ ասում եք, ուր է պետական պարտքը, որտեղից է աճել, հələ Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձումը հələ տեղի չի ունեցել, որ այդ փողով արվել, դրա համար կներեք, հələ որ պետական պարտքով ենք արել այդ բոլոր մեր պետական, մեր բոլորի, մեր զինվորականների, հայրենիքի պաշտպանների, դղյակների կառուցումը։ Ոչինչ, պարոն Եղանյան, կփակեն այդ պարտքը, ոչինչ, իրանցից կվերցնենք, կփակենք այդ պարտքը։ Երեկվանից էլ լրջագույն քննարկման առարկայա են պաշտպանական ամրաշինական կառույցները, որոնք որ կան Հայաստանի սահմանային երկայնքով։ Սիրելի քաղաքացիներ, եթե դեռ չեք հասցրել, անպայման խնդրում եմ դիտեք այդ տեսանյութերը ու տեսեք, թե ինչ է կարելի կառուցել երկրի պաշտպանության համար, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, եթե քո մտածմունքը հենց երկիրդ պաշտպանելն է։ Իր եզրափակիչ ելույթում պաշտպանության նախարարը նկատեց, Պաշտպան հայրենիաց ծրագիրը դառնում է մեր բանակի համար լրջագույն հենարան։ Ես սա մի ուրույն միավոր է, մի ուրույն փաղանգ է, որը դառնալու է մեր բանակի հենասյունը
ու դառնալու է մեր բանակի պայմանագրային համալրման ամենակարևոր խողովակը։ Սա խողովակ է, որը կապում է պարտադիր ժամկետային զինծառայությունը պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության հետ։ Խորհրդարանը քննարկեց նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքով 26 հեռուստաալիքներից բացի, որոնք ամբողջ հանրապետությունում ունեն 100%-անոց սփռում եւ անվճար են մեր քաղաքացիների համար, հանրային մուլտիպլեքսի համար գործող կարգավորումները կտարածվեն նաև օտարերկրյա տիրույթներում, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի վրա։ Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն էլ հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն դեպքում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից։ Այս փոփոխություններն իհարկե այնքան էլ ընդդիմադիր падգամավորների սրտով չէին։ Հետևաբար նրանք իրենց դժգոհություններն արտահայտեցին, ինչին հակադարձեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ես չեմ հասկանում, այստեղ Տիկին Գալստյանը ասաց, այս օրենքով, այս նախագծով դուք ռեպրեսիաների եք դիմում։ Ում հանդեպ ենք ռեպրեսիաներ դիմում։ Սալավիովի, որ կոչ է անում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրագործել, ձեր եք առնում։ Հարգելի գործընկերներ, ինձ նաև հետաքրքրում է շատ ձեր էվոլյուցիան, էլի, վերջին 5 տարվա։ Սկզբում գոնե ինչ-որ այդպես ամոթխած չքմեղանում էիք, էլի թաքցնում էիք, որ դուք իրականում այլ դեմ չեք, որ օտարերկրյա ուժերը բանան են, միջամտեն մեր ներքին գործերին։ Հիմա սկի չեք էլ թաքցնում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։